Ողջույն, տեղահանվելուց 3 տարի անց ինչպես են ապրում արցախցի արվեստագետները Հայաստանի Հանրապետությունում, արդյոք աշխատանք են գտել, արդյոք շարունակում են արվեստով զբաղվել, այս և այլ հարցերի շուրջ այսօր զրուցելու ենք Արցախի ազգային նվագարանների նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Լևոն Սարդարյանի հետ, այլ հարց է նախկին թե ներկա, բայց մինչ զրույցին անցնելը ողջունում եմ և շնորհակալություն եմ հայտնում YouTube-յան իմ ալիքի հին ու նոր բաժանորդներին, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ իսկ այս նախաձեռնությանը աջակցելու համար շնորհակալ եմ Իվան Ավանեսյանին։ Եվ այսպես անցնենք այսօրվա զրույցին։ Բարև ձեզ, պարոն Սարդարյան, շնորհակալ եմ զրույցի հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, ողջույն բոլորին, ովքեր դիտում են եւ լսում են։ Առաջի հարցը դա չէի նախատեսել, բայց երբ միացանք զրույցի համար, պարզվեց, որ մեքենայում եք։ Ճիշտն ասած, ես պատկերացնում եի, որ այդ ժամին հնարավոր է, ասենք, փորձի եք կամ չգիտեմ, դիրիժորի փայտիկը ձեր ձեռքին կամ նոտաները ձեր ձեռքին, բայց տեսա, որ մեքենայում եք։ Դիրիժորական փայտիկը հիմա ժամանակ կամ երբեմն ձեռքից հայտնվում նորարյան, որովհետև իմ էսպահի աշխատանքի մի ձևն է սա է, այսինքն մեքենայով տաքսի եմ քշում, գաղտնիք չի, չեմ էլ թաքցնում, ինչ արած, ապրուստի միջոց պետք է, վարձով ենք ապրում, իհարկե մասնագիտությամբ եմ աշխատում Ռոմանոս Մելիքյանի երաժշտական քոլեջում 2 դպրոցում դասավանդում եմ, իսկ նվագախմբի հետ կապված գուցե դա ձեր հարցերի մեջ լիներ կամ հաջորդ հարցը լիներ, սիստեմատիկ փորձեր չունենք ցավոք սրտի, որովհետև իմպես նվագախմբի մյուս երաժիշտներն էլ ամեն մեկը ինչ որ միտեղ, ինչ որ կերպ աշխատում եւ ապրուստի հոգա։ Եվ քանի որ նվագախումբը պետական չի, չեն բարձրատրվում երաժիշտները, հնարավոր չի սիստեմատիկ հավաքել եւ փորձել անել։ Այսինքն մեր նվագախմբի գործունեությունը sense ասած կայանում է կամ սահմանափակվում է ժամանակ առ ժամանակ համերգի մրցույթա, փառատոնա, ելույթա, ինչ որ միջոցառումների պատրաստվելուց եւ դրանց մասնակցելուց։ Իդեպ միջանկյալ մի հարց, ասենք փոխգնդապետ կամ կապիտան նախկին տաքսու վարորդներ տեսնելուց շատերը արդեն չեն զարմանում, իսկ նախկին դիրիժոր տեսնելուց տաքսու ղեկին զարմացողներ լինում են, թե չէ։ Չէ, ասի նախկին դիրիժոր, դեռ նախկին չեմ, փառք Աստծո, սենց ասած, բայց զարմանում են, երբ որ իմանում են, ոմանք ափսոսում են, բայց հիմնականում հասկանում են, թե իրավիճակը այդպես է, այսօրվա պայմանները դա են թելադրում, եւ հուսանք, որ ժամանակավոր բնույթ կրող երևույթ է, որ պիտի անցնենք ու հաղթահարենք այս։ Համույթի մասին եմ ուզում հարցնել, Արցախում նոր ոտքեր կանգնում արդեն, փաստացի Արցախի երիտասարդ կոլեկտիվներից մեկն էր, հաջողվեց Հայաստանում գոնե նախնական շրջանում իրար գլուխ հավաքվել, թե հենց ինքնաբերաբար էլ հեռացաք իրարից։ Չէ, դե որքան գիտեք, իմացող մարդկանց հասանելի է եւ տեղյակ են, որ հենց տեղահանվելուց ամենը մի ամիս հետո, ամիս երևի ամսուկես հետո համերգ ունեցանք, նախ մենք Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ համատեղ համերգ ունեցանք Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում եւ մի քանի օր հետո կազմակերպված Արցախի համույթների համերգը օպերայի դահլիճում արդեն
դա դեկտեմբերի 10-23 թվի, այսինքն հենց անմիջապես տեղահանվելուց հետո հաղթահարելով այդ հոգեբանական բարիերը, շոկը, այդ իրավիճակը, մենք փորձեր ենք արել եւ լավ համերգ ենք ունեցել։ Ու դա ժամանակ առ ժամանակ հաղթահարվել է, արվել է։ Ուղղակի խնդիրը նա է եղել, որ այո, ոմանք հենց սկզբից գնացել են, ոմանք ընթացքում են գնացել, երաժիշտներ ունենք, որոնք երկրում չեն հիմա։ Աղջիկներից կան, որ ամուսնացել են, տեղափոխվել են բայց մենք տեղական ուժերով, sense, այսինքն նվագախմբի քվորումը, այսպես ասած, որ նվագախումբ կարողանա կոչվի եւ իր ֆունկցիան իրականացնի որպես նվագախումբ, բնականաբար դա գործիքների համադրությունը, ներդաշնակությունը, համամասնությունն է կազմում, դա լրացրել ենք տեղական երաժիշտներով, մեզ ծանոթ մտերին մեր հետ արդեն գործունեություն ծավալած Արցախում նաև ոմանք եկել էին, մեր հետ մասնակցել էին, եւ մեր երաժիշտների ընկերները, դասընկերները եւ այլն եկել։ Ուզում եմ ասեմ, նվագախմբի կազմը չի փոխվել, համալրվել է եւ բացակայողների դեպքում դա համալրվում եւ ուղղակի եթե հնարավորություն լինի նվագախումբը պրոֆեսիոնալ մակարդակով աշխատի, շատ լավ կլինի եւ նվագախմբի երաժիշտների համար եւ բոլորի համար կարծում։ Նշեցիք, որ նաև Հայաստանից դուրս եկողներ են եղել, այս պահին թիվ ունեք նախկին նվագախմբի անդամներից քանիսն են Հայաստանում մնացել, քանիսն են դուրս եկել։ Մեծ մասը էստեղ է։ Թվով մոտավոր կարող եմ ասել, երևի միջև 1 տասնյակը, ինձ թվում է տասնյակի շրջանակներում, որ բացակայում են, միջև տասնյակը երևի, այսինքն 7-8 հոգի գուցե, հիմա կարամ հաշվեմ, հիշեմ, ասեմ բոլորին, բայց մնացածը հիմնական մասը էստեղ է։ Քանիսից 7-8 հոգի։ Մեր նվագախումբը մինչև 40 հոգի է եղել։ Մենք համերգներին 34, 36, 38 նայած, որ համերգին քանի գործիք է պետք եղել, դենց մինչև 40 հոգի ենք ունեցել նվագախումբը։ Միջին վերցնենք 35 հոգուց երևի մի 10 հոգի բացակայում են, մնացածը այստեղ են, իսկ պետք եղած գործիքները համալրվում են տեղական ուժերով արդեն։ Հիմնական որպես նվագախումբ չի աշխատում, բայց արդյոք համույթի անդամների գոնե մի մասը մասնագիտական աշխատանք կարողացել է գտնել։ Այո, իհարկե, հիմնական մասը իրենց մասնագիտությամբ աշխատում են։ Նախ ուսանողներ կան, որ դեռ սովորում են կոնսերվատորիայում եւ քոլեջներում, եւ ոմանք աշխատում են թե անհատական, անձնական տարբեր տեղերում նվագելով իրանց երաժշտական մասնագիտական ոլորտով եւ թե ինչ ուրիշ նվագախմբերում, ուրիշ համույթներում ներգրաված աշխատում են։ Իհարկե կան նաեւ ոմանք, որոնք իրանց մասնագիտությունից զատ այլ գործունեությամբ են զբաղվում, օրինակ վարսահարդար են, մատնահարդար են աղջիկներից այդպես կան, իմ նման տաքսիկշող եւ այլն, դար կամ ուրիշ գործիք, ուրիշ ինչ աշխատանք, որ ստացվում է կարողանում են ձեռք բերել եւ ապրուստի միջոցով կալ։ Արցախից ավելի փոքր կազմով երաժշտական կոլեկտիվներ կան, որ կարծես աշխատում են ու պետական կարգավիճակ չունեն։ Ասենք, չգիտեմ, Դիզակարտը, եթե չեմ սխալվում, 1 կամ 2 նման կոլեկտիվ ունի, ու էլի ավելի փոքր կազմով գործող կարծես խմբեր կան, որ աշխատում են։ Գուցե դժվարությամբ, բայց ստացվում է։ Ինչն է խնդիրը, ինչն է խանգարում, որ նաև ձեր համույթը փորձի այդ աշխատանքը։ Հենց կազմը, այդ դուք ասեցիք Նորիկ ջան, այդ ձեր խոսքի մեջ, հենց կազմը փոքր նվագախումբը կամ փոքր խմբերը ավելի մոբիլնի են, ասենց ասած, եւ
մանևրելու ավելի ճկունություն ունեն։ Հենց մենք ժամանակ առ ժամանակ որ ինչ որ համերգի կամ միջոցառման ենք պատրաստում, շատ դժվար է լինում այդ քանակությունը 30-35 հոգին իրար վրա հավաքել եւ շաբաթվա մեջ գոնե 2 օր գտնել, որ բոլորի համար հարմար լինի։ Որտեղ տարբեր մարդիկ տարբեր տեղեր են։ Փոքր խմբերով ավելի հեշտ է այդ կազմակերպչական հարցը կարգավորել եւ լուծել, քան թե մեծ համույթով, որովհետեւ տարբեր մարդիկ տարբեր զբաղվածություն ունեն, տարբեր ռեժիմով, օրակարգով եւ ծրագրով, դրա համար հենց էսա օր գտնել եւ այդ օրը սիստեմատիկ որ բոլորը հավաքվեն, դա դժվար է։ Դա հնարավոր կլինի, եթե ինչ որ ձևով շահագրգռվածություն, այսինքն մարդը իմանա այստեղ աշխատում է եւ այստեղից ինչ որ մի մաս էլ իր գումարի այստեղից հայտվում, գուցե դա հնարավոր լինի շաբաթը 1 կամ 2 օր, բայց նույնիսկ սիստեմատիկ շաբաթական մի օր բոլորի համար ինչ որ մի ժամ դժվար է գտնել։ Այսինքն, եթե մենք կարողանում ենք օրինակ մի շաբաթ, 2 շաբաթվա մեջ մի քանի փորձ անել, ինչ որ միջոցառում անել, դա տեղի է ունենում տվյալ երաժիշտներից ոմանցի ինչ որ մի գործ, ինչ որ մի բան զոհաբերելու հաշվին։ Այսինքն մարդը խնդրվում է ինչ որ միտեղ, որպեսզի մեծամասնության կարծիքը, որ արդեն ժամը որոշել ենք, ինքը կարողանա մասնակցի եւ անի։ Նվազագույն ինչ պայմաններ են պետք, որ համույթը կարողանա աշխատել։ Դե նվազագույն աշխատավարձի չափ կամ կես դրույքի չափ ինչ որ մի բան եթե լինի, հնարավոր է որ սիստեմատիկ դա եկամուտի աղբյուր լինի։ Ես գիտեմ, մեր երաժիշտներ կան, որ ինչ որ տեղեր նվագում են, էլ այդպես կես դրույքի, մի դրույքի չափ ինչ որ մի բան ստանում են, բայց սիստեմատիկ մասնակցում են եւ իրենց ապրուստի միջոցը հոգում են այդ կերպով։ Ընդհանրապես բոլոր երաժիշտները միշտ էլ տարբեր տեղեր են աշխատել։ Արցախում էլ դա այդպես եղել, որովհետեւ միշտ բյուջեն ցածր ա եղել, աշխատավարձը կամ այդ վարձատրությունը ցածր ա եղել, եւ մարդիկ ստիպված են եղել տարբեր տեղեր աշխատել, տարբեր խմբերում նվագել, երգել եւ ինչ որ գործառությամբ զբաղվել։ Նույնը էստեղ։ Հիմա եթե նման հնարավորություն լինի, ասենք գոնե, հիմա սկզբնական կամ ասեմ կես դրույքի չափով եթե կարողանանք մարդկանց վարձատրել, մենք կարողանանք սիստեմատիկ փորձեր անել եւ սա արդեն կկոչվի ոչ թե սիրողական նվագախումբ, այս պահին մեր նվագախումբը պրոֆեսիոնալ պետական նվագախումբը սիրողական կարգավիճակով է աշխատում։ Այլ գոնե կիսապրոֆեսիոնալ կամ պրոֆեսիոնալ կոչվի։ Սիստեմատիկ փորձերը շատ կարևոր են, մանավանդ մեծ նվագախմբի համար։ Մի հարց էլ ունեմ ոչ այնքան արվեստի հետ կապված, այս վերջին շրջանում հատկապես շատ է քննարկվում հարցը, թե որտեղ Արցախի անունը հնչում է, բացասական արձագանք է լինում, պետական կամ կիսապետական մակարդակով փորձում են խանգարել եւ այլն, նշեցիք, որ տարբեր միջոցառումներում ամեն դեպքում հանդես գալիս եք, խնդիրներ ունենում եք, թե չէ այդ առումով։ Կոնկրետ միջոցառումների ժամանակ երբ որ հնչեցրել ենք, տենց իրավիճակ չէ միշտ դժգոհ են կամ խնդիրներ առաջանա, բայց օրինակ պետական պաշտոնյաներից մեկը, երբ որ նոր որ տեղահանվել էինք եւ այստեղ էինք, երբ որ խոսք էր գնում նվագախումբը պահելու մասին, որ Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը մնա այդպիսին եւ աշխատի այդպիսին, մշակույթի ոլորտի բարձր պաշտոնյաներից մեկը ասեց ինչի եք ուզում, որ անպայման հենց այդ նվագախումբը մնա, գուցե կարևորը մարդիկ զբաղված լինեն եւ զբաղվեն երաժշտական գործունեությամբ, ի նկատի ուներ ծվրվեն պետական մակարդակով մարդկանց տեղավորեն տարբեր համույթներում, որ մարդիկ աշխատեն, ասած այդ դեպքում
չի լինի մեր նվագախումբը, չի լինի Արցախի ազգային, ասում այս քի եք ուզում որ դա լինի, ասում որ Արցախ անունը լինի, ու ինքը ոչ տարավ, ոչ վերեց, ասես տեսեք, էլի քաղաքականացնում եք։ Ես էլ ասացի դե Հայաստան էլ մի ասեք, քաղաքականացնում եք, բայց Արցախ պետք է ասենք։ Հա, նման դեպքեր լինում են, ցավոք սրտի, քաղաքականության մեջ չթեքվենք, բայց ոմանք այս կառավարության թելը թելում են եւ բնականաբար իր ազդեցությունն ունի դա հասարակության որոշ շրջանակներում։ Այս ամենի հաշվարկով, այս դրական ու բացասական կողմերը հաշվի առնելով, ինչպիսին եք պատկերացնում համույթի հետագա ճակատագիրը։ Հույսով, դեռևս հույսով ավետարանում էսպես խոսք կա, չէ, հույսով հավատացի։ Դեռևս հույսով հավատում ենք, որ ինչ որ մի կերպ հնարավոր կլինի պահել համույթը, այսինքն թե հովանավորի միջոցով ժամանակավոր միջև կամ հովանավոր գտնվի կամ ինչ որ մի բան փոխվի, որ նվագախումբը իր գործունեությամբ շարունակի զբաղվել։ Հույս ունենք, Նորար ջան։ Հույսներս չենք կտրել, չենք կորցրել, դրա համար այս ժամանակ միջոցառումներով, ասենք շրջայցերով, համերգներով պահում ենք այն ռուսերեն ասում են նապլավու, հա, ձերշիմս նապլավու ասած, չգիտեմ հայերեն ասեմ, ջրի երեսին, հա, մինչև տեսնենք ինչ ալինի։ Ну առաջիկայում էլ ոնց որ թե մի շրջագայություն էլ ունենք, փառատոն, որ պիտի մասնակցենք, դա էլի մի ստիմուլ է, հնարավորություն է, մի քանի օր հավաքվենք, փորձանենք, գնանք այդ համերգին գանք, էլի ինչ որ ձև նվագախմբի պահպանման հայլերից մեկը, ասենց կլինի։ Շնորհակալություն, պարոն Սարդարյան, հետաքրքիր զրույցի եւ ձեր լավատեսության համար նաեւ։ Այդ առաջիկայում, որ ասացի, նոյեմբերի վերջին, ըստ երևույթին Ավստրիայում, Վիեննայում պիտի փառատոնի մասնակցենք։ Մենք ենք մեր սարերի, մեր նվագախմբի համատեղ ելույթով դրան ենք հիմա պատրաստվում, որ կարողանանք պատշաճ ձևով հանդես գալ, ներկայացնել Արցախը, Արցախի մշակույթը, այդպես։ Դա արցախյան խմբերի շրջագայություն է, թե հայաստանյան պարզապես արցախիցեր են մասնակցում։ Դա մեր Արցախի մշակույթի պահպանման կենտրոնն է կազմակերպում, այսինքն ինքն է հայտ ներկայացրել եւ միջազգային փառատոն է Վիեննայում, տարբեր տեղերից, տարբեր խմբեր են մասնակցելու, երգչախմբեր, նվագախմբեր, ֆոլկլոր խմբեր, այսպես ասած, եւ անցյալ տարի մենք Իտալիայում էինք նման բանով, բարի հետ, այս տարի սարերի հետ կլինենք արդեն երգարվեստը ներկայացնելու, որպես Արցախի խմբեր ենք գնալու, ոչ թե որպես Հայաստանի, որպես Արցախի։ Պարզ է։ Հաջողություն եմ մաղթում ձեր նախաձեռնություններում, պարոն Սարդարյան, շնորհակալություն ձեզ հետաքրքիր զրույցի ու նաև ձեր լավատեսության համար։ Շնորհակալություն, այո, հուսանք ամեն ինչ լավ կլինի։ Հուսանք։ Հիշեցնեմ, որ այսօր զրուցեցինք Արցախի ազգային նվագարանների նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Լևոն Սարդարյանի հետ։ Այսքանը, ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ կհանդիպենք։